Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի երեկ կայացած հանդիպումից հետո միանգամից ջերմացում նկատվեց։ Ավելի քան կես տարի առճակատումից հետո նրանք ընդառաջ քայլեր ձեռնարկեցին։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ինչու այդքան շատ շարունակվեց և որն էր պատճառը այդ ջերմացման։ Վերջին մեկ տարվա ընթացքում, եթե չեմ սխալվում, դա երկու առաջնորդների առաջին, այսպես առանձնազրույցն է, հա, ճիշտ է, վերջերս Չինաստանում հանդիպել էին Շանխայյան այդ համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, սակայն ոտքի վրա եւ որպես այդպիսին առարկայական զրույց ունենալու հնարավորություն չեն ունեցել։ Անգամ հեռախոսով խոսելու ցանկություն չեն ունեցել միմյանց հետ, այդ հայտնի միջադեպից հետո խոսքը ինքնաթիռի կործանման մասին է, ընդամենը մեկ անգամ էին հեռախոսով խոսել մարտին, եւ դրանից հետո միայն մի քանի օր, այսինքն 3 չառաջին օրը, երբ Իլհամ Ալիևը հեռախոսով որոշեց շնորհավորել Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը։ Այդ ժամանակ արդեն պարզ դարձավ, որ ինչ-որ բան է սպասվում եւ կտրուկ փոփոխություն է լինելու, որը եւ երեք տեղի ունեցավ իրենց հանդիպումից հետո։ Պարզ է, որ դրան նախորդում էր լուրջ դիվանագիտական աշխատանք։ Ռուսաստանյան Կոմերսանտ թերթի տեղեկությունների համաձայն ամիսներ շարունակ բանակցություններ էին ընթանում երկու երկրների նախագահների օգնականների մակարդակով։ Յուրի Ուշակովը ու Հիկմետ Հաջիևը հանդիպել են մի քանի անգամ, հավանաբար նախապատրաստելով երեք կայացած այդ նախագահների հանդիպումը։ Բաքվում միանգամայն բավարարված է այդ հանդիպումից եւ դրա արդյունքներից։ Ըստ էության Վլադիմիր Պուտինը կատարել է գրեթե բոլոր Իլհամ Ալիևի առաջ քաշած պահանջները, ներողություն է խնդրել ինքնաթիռի կործանման համար, թեև ներողություն բառը չի արտասանել, բայց գրեթե ըստ էության դա հենց նույնն է, ինչ ասածն է եղել։ Խոստացել է հատուցում վճարել տուժածների հարազատներին եւ պարտադրել բոլոր մեղավորներին։ Ադրբեջանական մամուլը գրում է մեծ դիվանագիտական հաղթանակի մասին, գրում է, որ Ադրբեջանի նախագահին հաջողվել է չեզոքացնել բոլոր հնարավոր վտանգները, որոնք կարող էին Մոսկվայից լինել, եւ այդ հանդիպման եւ թելադրանքի արդյունքում բարձրացնել Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները նոր մակարդակի, ուր երկու հավասարազոր պարտներների երկխոսություն է տեղի ունենալու այսուհետ։ Իդեպ այդպես են գնահատում նաեւ որոշ ռուս անկախ փորձագետները, օրինակ քաղաքագետ Իվան Պրիաբրաժենսկին նույնպես իր կարծիքն է հայտնել, ասելով, որ Ռուսաստանը ընդունել է Ադրբեջանի կողմից թելադրված խաղի կանոնները եւ համաձայնվել է, որ այսուհետ Հարավային Կովկասի տարածաշրջանում դոմինանտ դերը Ադրբեջանին է պատկանելու։ Եվ դա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի շաբաթ առաջ իշխանամետ ռուս քարոզիչները խոսում էին անգամ Ադրբեջանի դեմ Ռուսաստանի հնարավոր պատերազմի մասին։ Պարզ է, որ դա ընդամենը տեղեկատվական մանևրեր էին, որոնց նպատակն էր համապատասխան ֆոն ապահովել, որպեսզի ի վերջո տեղի ունենան այն բանակցությունները, որոնք տեղի ունեցան, եւ ի վերջո երկրների ղեկավարները կարողանան նոր էջից սկսել հարաբերություններ։ Արտյոմ, իսկ որոնք են արված ընդառաջ քայլերը։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները համաձայնվել են ազատ արձակել Ռուսաստանի պետական Ռոսիա Սիվոդնյա տեղեկատվական հոլդինգի ադրբեջանյան կառույցի ղեկավար Իգոր Կարտավիխին, նա նաև Սպուտնիկ Ադրբեջան գործակալության գործադիր տնօրենն էր, Ուշակովն էր դրա մասին հայտարարել, Պուտինի օգնականը, սակայն նա ասել էր, որ նրան ազատել են կալանքից, իսկ ժամեր անց պարզվեց, որ ընդամենը փոխել են այդ կալանավորման պայմանները եւ նա տնային կալանքի պայմաններում է ուրեմն առայժմ լինելու։ Դրա փոխարեն Մոսկվայում ազատ են արձակել ազգությամբ ադրբեջանցի Մամեդ Ալի Աղաևին, ով Մոսկվայի Սատիրայի թատրոնի տնօրենն էր, բայց հետաքրքիր է, որ բոլորովին ոչ հավասարազոր դեմքեր էին։ Մի դեպքում քաղաքական ըստ էության գործ չի էին ազատել եւ ժամանակին նրան դատապարտել էին քաղաքական պատճառներով, մյուս կողմից մի մարդու, որը մեղադրվում է ընդամենը փող հափշտակելու մեջ, թատրոնի փողերն է գողացել, հա, եւ նրանց նույն կշեռքի նժարների վրա են դնում։ Հիշեցնեմ նաեւ, որ Ռոսիա Սիվոդնյա գործակալության այլ
այլ աշխատակիցներ Ադրբեջանում շարունակում են կալանքի պայմաններում մնալ, մասնավորապես այդ գործակալության գլխավոր խմբագիր Եվգենի Բելաուսովը եւ նաեւ 8 ռուսաստանցի IT-շնիկներ նույնպես կալանավորված են, նրանց մեղադրում են ու անհեթեթ մեղադրանքներ են առաջադրված կիբերհանցագործությունից սկսած մինչև թմրանյութերի ահռելի ծավալների ուրեմն տրաֆիկ։ Չնայած դրան արդեն որոշակի ինչպես ուրվագծվում է հեռանկարը, որի դեպքում Ռոսսատրուդնիչեստվա պետական այդ կազմակերպության ադրբեջանական կառույցի գործունեությունը կարտոնվի։ Հավանաբար Ռուսկի դոմ այդ հաստատությունը, որի գործունեությունը ժամանակին Ադրբեջանում արգելել էին եւ հայտարարել էին, որ այն ռուս լրտեսների որջ է, ամենայն հավանականությամբ շատ շուտով կվերսկսի իր աշխատանքը։ Այսինքն այս ամենը ապացուցում է, որ այս ամեն ընդամենը քաղաքական այսպես բեմադրություն էր եւ որը որևէ ընդհանուր բան չունի ոչ օրենքի, ոչ իրավունքի հետ։ Շնորհակալություն Արտեմ։